Պետական դատարան մեր հանրային մեղադրողը այս գործի շրջանակներում անդրադարձ կատարեց հիմնավոր կասկածին եւ ասաց, որ դատարանը կարիք չունի դրան ներդառնալու։ Ես կարծում եմ կարիք ունի, որովհետեւ հենց այնպես չի նաեւ մեղադրողը նշում, որ դրա կարիքը չկա, որովհետեւ ակնհայտ է, որ այդ հիմնավոր կասկածը գոյություն չունի։ Իրենց համարել է դա բաց, որ այդ հիմնավոր կասկածը գոյություն չունի, եթե հիմնավոր կասկածը գոյություն ունենար, ապա այս նախաձեռնությունները ավելի արագ պետք է տեղի ունենային, նույն հանրային քրեական հետապնդում սկսելը, բարդ նախաձեռնելը եւ այլն եւ այլն։ Բայց ինչ է տեղի ունեցել, ես պետք է պատմեմ, նաեւ հանրությունը դրան տեղյակ լինի, որ առաջին իսկ օրվանից, երբ պարոն Ղուկասյանն մուտք է գործել Գյումրի քաղաքապետարան, դուրը դեռ չբացած իր աշխատասենյակի, փաստացի իր նկատմամբ արդեն իսկ օպերատիվ հետախուզական միջոցառումներ են համալիր սկսվել։ Նույնիսկ պարոն Ղուկասյանը դեռ չստանալով, չընդունելով, անձնակազմի հետ չծանոթանալով, չստանալով էլեկտրոնային ստորագրությունը եւ այլ գործառույթներ մեջ չմտնելով, այս վարույթն իրականացնող մարմնի ենթակա օպեր լիազորները սկսել են պարոն Ղուկասյանի նկատմամբ օպերատիվ հետախուզական գործունեություն ծավալել։ Ինչի համար հիմք ընդունելով ինչ-որ հանգամանքներ, բայց պարոն Ղուկասյանը դեռ չի ստանձնել պաշտոնը։ Այսինքն ակնհայտ է այդ իսկ օրվանից, որ սկսվել է պատվիրված քաղաքական հետապնդում եւ այս բոլոր գործընթացները մենք դիտարկում ենք եւ նաեւ դատարանը պետք է դիտարկի հենց այդ տիրույթում, որ եղել է քաղաքական պատվեր, իջեցվել է քաղաքական պատվեր։ Եթե չիջեցվեր, ապա ձեր այս օպերը այսպիսի գրություն չէր գրիլ, միջնորդություն, ես հիմա պետք է ընթերցել, ուրեմն ամսի 21-ին պարոն Ղուկասյանը ընտրվել է 2025 թվականի ապրիլի 21-ին ընտրվել է Գյումրիի քաղաքապետ, հաջորդ օրը փորձել է գալ ինչ-որ ծանոթանալ անձնակազմի հետ, այնուամենայնիվ երկար տարիներ նա չի եղել Գյումրիի քաղաքապետ։ Նորից ընտրվել է եւ եկել է քաղաքապետարան։ Դեռ չի էլ մտել, հասցրել մտնի իր աշխատասենյակ, բայց այս օպերը արդեն գրում է, որ իրեն անհրաժեշտ է 25-ին ապրիլի 4 օր անց, իդեպ մեջտեղն էլ ոչ աշխատանքային օրեր են։ Օպերատիվ հարցում օպերատիվ տեղեկատվություն ձեռք բերելու համար միջնորդություն է ներկայացնում իր վերադասին։ Այսքան շատ կարճ նախադասություն է, մի քանի էջանոց հարգելի դատարան նաև ծանոթ է, հարգելի պաշտպան, ներողություն, որ ընդհատում եմ, ներողություն տիկին բոլորին ցույց տանք, ներողություն, դատարանն արձանագրում է, որ այս պայմանությամբ ապացույցների կամ ապացույցների ձեռքբերման հիմքում դրված որոշումների կամ դրանց նախորդող գործընթացների գնահատում չիրականացնելու ընդհանուր տպավորության համար կարող եք բարձրաձայնել։ Հիմա բարձրաձայնում եմ հիմնավոր կասկածի հետ կապված, որովհետև ես չեմ ասում գնահատեն, բայց պետք է հանրությունն իմանա ոնց է ի վերջո ծնվել այս գործը։ Հիմա այստեղ մի քանի նախադասությամբ ինչ-որ մի հատ օպ է, ամսի 25-ին գրում է, որ իրան անհրաժեշտ են այսպիսի գործողությունները օպերատիվ հետախուզական։ Իրա վերադասնել որոշում է կայացնում, թույլ է տալիս Խեդոյանը, ինչ-որ մի օպերատիվ հետախուզական վարչության 4-րդ բաժնի պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական, թույլ է տալիս այդ գործողությունները կատարել։ Գործողությունները կատարում են, ոչինչ չեն հայտնաբերում եւ գնում են, արդեն միջնորդում են, որպեսզի դիմեն դատարան պարոն Ղուկասյանին գաղտնալսելու, ներքին դիտում, արտաքին դիտում, այդ թվում նաև իր բնակության վայրում, բնակարանում, որտեղ նա ապրում է երեխաների, թոռների, որդու, կնոջ, բոլորի հետ ապրում է, բայց այդ տարածքը պետք է ենթարկվի բոլոր այդ համալիր օպերատիվ հետախուզական միջոցառման հատուկ միջոցների շնորհիվ, տեխնիկական միջոցների, թե ինչի համար են բնակարանը այդպիսի դիտումներ անում, պարզ չէ։ Եվ դատարանը պարոն Չիչոյանի, Ժորա Չիչոյանի որոշմամբ հաստատում է, որ այո պետք է թույլ տա նման միջոցառումներ իրականացնել։ Ոչինչ չեն հայտնաբերում, իդեպ այդ միջոցառումները ինչ-որ վերաբերում են սկզբից, ինչ-որ մի տարածքի վերաբերյալ ոչինչ չեն հայտնաբերում, նորից են գնում դատարան,
պարոն Ժորա Չիչոյանը նորից է երկարացում 2 ամսով այդ որոշումը, որից հետո էլի ոչինչ չեն հայտնաբերում, այդքան լսում են, գաղտնալսում են բոլոր տեղերում, բնակարանում, աշխատասենյակում, մինչև աշխատասենյակ մուտք գործելու այդ հատվածում, այդ թվում նաև ավտոմեքենայում, այդ թվում նաև հեռախոսների վերահսկով ոչինչ չեն հայտնաբերում։ 3-րդ անգամ են գնում, արդեն 3-րդ անգամը կառուցում են, ամբողջ գործընթացը տեղի է ունենում, ինչ-որ մի ապօրինի շինարարության հետ կապված։ Այս ձեր հիմնավոր կասկածը։ Հիմա վկաներից ենք խոսացել, հիմնավոր կասկածը դուք խնդրեցիք, որ դատարանը հանգարտ այդ հարցին չանդրադառնա, որովհետև որ որոշում կայացնի, ապա կլինի ակնհայտորեն անաչառ եւ ակնհայտորեն կանխակալ դիրքորոշում կհայտնի։ Բայց եթե ձեր նյութերը հիմնավոր կասկածի հետ կապված հիմնված են նման օպերատիվ հետախուզական միջոցառումների հիման վրա ձեր հավաքածը, որտեղ կծկտուր ինչ-որ մարդկանց խոսակցություն է, որտեղ չունեք ընդհանրապես մեկ վկա, որը կգա գետ մեկ վկա, որ կասի պարոն Ղուկասյանը իրենից ինչ-որ մի բան է պահանջել, ինքն է պատրաստվում էր դա տալ։ Դուք չունեք ընդհանրապես գետ մեկ վկա, որ նման բան ասի։ Մեր կողմից ձեզ եղել է միջնորդություն, որպեսզի առերես հարցաքննություն կազմակերպեք։ Դուք դա եք որոշել անտեսել եւ դա էլ չի իրականացվել։ Այսինքն չունենալով որևիցե մի անձ, որը կգար կասել, որ պարոն Ղուկասյանը ինչ որ ոչ իրավաչափ վարքագիծ է դրսևորել։ Ես ասում եմ ոչ իրավաչափ վարքագիծ, եւ չեմ ասում, որ գործողություն, որը պարունակում է հանցակազմ։ Դուք ասում եք, որ պետք չէ անդրադառնալ հիմնավոր կասկածին, բայց ինչին պետք է անդրադառնալ։ Հիմնավոր կասկած գոյություն չունի, ընդհանրապես գոյություն չունի։ Չունեք ոչ մի վկա, չունեք ոչ մի գաղտնալսում, ունեք կծկտուր կտրտած իրարից սխագրած ինչ-որ մտքեր, որը դուք ինքներդ մեկնաբանել եք, որպես հանցակազմ պարունակող ինչ-որ գործողություններ։ Սա է եղել ձեր դիրքորոշում։ Հիմա անցնենք մնացած բոլոր այն կետերին, որը նշեց մեր հարգարժան մեղադրողը։ Ուրեմն ներեցեք էլի, այս մեղադրանքը, որը ներկայացրել եք մի անձի, ով, գիտեք, Հայաստանի Հանրապետությունում մենք նման քաղաքացի, ես միայն գիտեմ պարոն Ղուկասյանին, որ կարող էր կառուցել, վերակառուցել, նորից կառուցել Սուրբ ամենափրկիչ եկեղեցին եւ մտածել, որ ռիսկերը գոյություն ունեն, որ կարող է այդ ռիսկերը բոլորը պահպանված են, որ 2 ամիս պահել եք ԱԱԾ-ում, որ այդ ռիսկերը դեռ պահպանվում են մի մարդու նկատմամբ, ով այնպիսի գործողություններ եւ արարքներ է արել եւ քաղաքի եւ ազգի համար, որը դուք ձեզ ռիսկեր կան, որ կարող է թաքնվել, ռիսկեր կան, որ կարող է ինչ-որ ում նկատմամբ պետք է պարոն Ղուկասյանը, օրինակ, ճնշում գործադրի որպես վկա, եթե դուք վկա չունեք։ Օրինակ վկա չկա, որպեսզի պարոն Ղուկասյանը այդ վկայի նկատմամբ ինչ-որ մի բան գործադրի։ Եթե դուք այդ վկան չունեք, ում նկատմամբ պետք է գործադրել։ Հաջորդը, պարոն Ղուկասյանը այդ ռիսկերը, որ դուք ասում եք պահպանված են, ուր պետք է գնա, երբ նա ինքը այս պահի դրությամբ Գյումրիի քաղաքապետն է ընտրված։ Եվ ընտրված է 2 մակարդակով։ Այսինքն միասնական ընտրված քաղաքապետն է, բոլոր խմբերի կողմից ընտրված քաղաքապետն է, բոլոր ընդդիմադիր խմբերի կողմից ընտրված քաղաքապետն է։ Ուր պետք է գնա քաղաքից, այսքան ժամանակ, որ ոչ միտեղ չի բացակայել, ուր պետք է գնա, այդ ռիսկերը ինչի մասին են։ Պարզ չէ, այսինքն դուք այդ մասով է ոչինչ չասեցիք։ Ինչ վերաբերում է այլընտրանքային խափանամիջոցներին, ներեցեք էլի, ամսի 21-ին հոկտեմբերի, դուք ինքներդ էիք ընտրել, այսինքն բոլոր խափանամիջոցներին դիմել էիք, որպեսզի պարոն Ղուկասյանը չկարողանար պաշտոնավարել, փակեցիք, որոշում կայացրեցիք 2 ամսով կալանավորելու։ Հանիրավի, հիմա ես կանդրադառնամ, որ անդադ վերաքննիչ դատարան էիք ցիտում։ Հանիրավի պարոն Ղուկասյանին տարավ փակեցիք ձեր ղեկավարը չի, բայց չգիտեմ ում ղեկավարն է,
այն վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, որ ասում է բոլորին տանելու եմ, գցելու եմ ԱԾ պատվալները, հիմա այդ հրահանգը, որը հնչեց նաև հոկտեմբերի 1-ին, դրանից անմիջապես հետո սկսեցի գործել, կարել, ձևեր, կարկատեր եւ այլն։ Գտնվեց պարոն Ղուկասյանը շուրջ 2 ամիս ԱԾ այդ պատվալ չասեմ, չգիտեմ ինչ ասեմ դրա անունը։ Համենայն դեպս շարունակում է մնալ այդ ԱԱԾ-ն, որը պետք է իհարկե վերանա։ Այնտեղ պահեցիք, այս 2 ամիսների ընթացքում նաև ընդունել էիք այլ անընտրանքային խափանամիջոց կիրառելու որոշում։ Կասեցրել էիք պարոն Ղուկասյանի լիազորությունները եւ դրա հետ մեկտեղ ընտրել էիք բացակայելու արգելք։ Այդ ընտրությունը արել էիք, հետո մենք որ դա բողոքարկեցինք, որոշեցիք, որ չէ, այդ ընտրությունը քանի որ արել եք, դա հնարավոր չի, մեկը մյուսին բացառում է, որոշեցիք այդ անընտրանքային խափանամիջոցները ըստ ձեզ վերացնել, բայց դա չի նշանակում, որ այդ ձեր կողմից կայացրած որոշումը իրավասու չէր շարունակել մնալ եւ այդ որոշման ներքո կալանքը բացառվում էր, որովհետեւ դուք եք ընտրել, չի կարող լինել եւ կալանք եւ այլընտրանքային խափանամիջոց։ Մենք ունեցել ենք այս իրավիճակը եւ շարունակում ենք ունենալ այս իրավիճակը, որովհետեւ ամսի 21-ից հոկտեմբերի պաշտոնավարման կասեցումը, եթե Ես բոլորը կնշեմ։ Չէ, որ ես հասկանում եմ, որ չէ, ես ասացի, որ վերացրել է։ Հիմա բայց մինչև նոյեմբերի 3-ը, այսինքն 2 խափանամիջոց կարող էր ունենալ մարդը եւ ունենալ ծայրահեղը, մենք հիմա իրավաբաններ ենք, չի կարող լինել եւ կալանք, այսինքն հոկտեմբերի 21-ից մինչև առնվազն ձեր ասած այդ վերացումը, կալանքը եղել է ապօրինի ակնհայտորեն, չեմ ասում ընդհանրապես։ Հիմա ինչ վերաբերում եք վերաքննիչ դատարանին։ Ուրեմն վերաքննիչ դատարանի որոշումը այս պահին բողոքարկում է Վճռաբեկ դատարանում։ Եվ մենք չգիտենք, այսինքն այդ որոշումը ուժի մեջ չի մտել։ Այնպես չէ, որ դուք անդադ ցիտում եք, որ վերաքննիչը չի վերացրել եւ այլն։ Իսկ ինչ վերաբերում է հակակոռուպցիոն դատարանի առաջին այս ածանի նիստին, որը ղեկավարեց եւ նախագահեց Վարդգես Սարգսյանը, այդ որոշումը չի պարունակում բացարձակ որևիցե հիմնավորում, ոչ հիմնավոր կասկածի հետ կապված։ Դեռ ավելին, նույնիսկ այդ Չիչոյանի որոշումը, այդ դատավորը, որը այդ որոշումը կայացրեց, պարոն Ղուկասյանին 2 ամսով կալանավորելու, նույնիսկ այդ դատարանի որոշման հետ ծանոթ չէր, Չիչոյանի որոշման հետ ծանոթ չէր։ Ինչի հիման վրա էր որոշում կալանք տալ։ Եթե նույնիսկ չգիտեր Չիչոյանը ինչի հիման վրա է տվել այդ գաղտնալսումների որոշումը։ Այսինքն ոչ մի փաստաթուղթ, ոչ մի տվյալ, ոչ մի փաստական հանգամանք չքննելով, պարոն Վարդգես Սարգսյանը այդ որոշումը կայացրել։ Նույնիսկ չի անդրադարձ կատարել պարոն Ղուկասյանի անձին, անձ, որը Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքի քաղաքապետն է։ Բացի այդ, որ երկրորդ քաղաքի քաղաքապետն է, աշխարհաքաղաքական նշանակության քաղաքի քաղաքապետն է, որտեղ առկա է աշխարհաքաղաքական ներկայություն։ Այսինքն այս պարագայում, որ մարդը ընտրվել է քաղաքի քաղաքապետ, ընդդիմությունից, քաղաքական պատվերը, որը իջեցված է եղել, այս ամենի ներքո դուք այդ բաները հաշվի չեք առնում, ընդհանուր դուք, ինչի չեք հետազոտել վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հայտարարությունը սպառնալիք, որը հնչել էր հոկտեմբերի 1-ին։ Մենք այդ մասին ձեզ դիմել ենք, բազմաթիվ բողոքներ ենք ներկայացրել այդ մասին, ինչու չենք անդրադարձել։ Հերքեիք, ասեք ոչ, մենք քննել ենք Նիկոլ Փաշինյանին, ինքը կապ չունի ձեր գործի հետ, չեք քննել, բայց մի հատ Նիկոլ Փաշինյանին քննեիք, հարցաքննեիք, մի հատ մեր առերես հարցաքննություն կազմակերպեիք մեր հետ։ Պարոն Ղուկասյանի հետ առերես հարցաքննություն կազմակերպեիք, ինչ էր բղավում ազգային ժողովի ամբիոնից, չեք կատարել։ Իսկ ինչ նորից եմ ասում, ինչ վերաբերում է վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկում է այսօր Վճռաբեկ դատարանում։ Հետևաբար ձեր բոլոր փաստարկները, հիմա այն գոլեգաներն եք անդրադառնան, ձեր բոլոր փաստարկները հիմնազուրկ են, այն էլ 3 ամսով, ինչ պիտի անեք այդ 3 ամսում։
Դուք չունեք մի հատ վկա, որը գա ասի, որ պարոն Ղուկասյանը իրեն ներկայացրել է ոչ իրավաչափ պահանջ։ Դուք այդ ձևի վկաներ չունեք։ Մենք հիմա մենք ունենք մի անձ, որին կարող ենք մենք հարցաքննել, դա Նիկոլ Փաշինյանն է, ինչ էր բղավում եւ ինչու դուք սկսեցիք նման ապօրինի գործընթաց պարոն Ղուկասյանի, նրա որդու, նրա ընտանիքի անդամների։ Մեկ է մի անդրադարձ է կատարեմ այս դատարանում քննվող ինչ որ գործի վերաբերյալ։ Ուրեմն այս դատարանում քննվող գործի վերաբերյալ, որը նույնպես սարքված գործ է, ասեմ ձեզ, պարոն Ղուկասյանի եւ նրա որդու անվտանգությունը չի ապահովել։ Դատարանի դահլիճում կներեն ինձ ոստիկանները, երկու գործ տվող ոստիկան, ինչ որ լսել են, որ հայոյանքներ են հնչեցրել։ Եվ այդ մեղադրանքը նորից բերեն կպցրել են պարոն Ղուկասյանին եւ Սպարտակ Ղուկասյանին։ Այսինքն մենք հիմա հասկանում ենք, որ մեր անվտանգությունը ապահովված չէ։ Պարոն Ղուկասյանը հասկանում է, որ իր անվտանգությունը ապահովված չէ։ Այդ թվում նաեւ պաշտպաններն են հասկանում, որ իրենց կարող են գաղտնա լսել, փաստաբանական գաղտնիքը նաեւ կներեք քիթը մցնել, ուսումնասիրել, ինչ որ տեղի է ունենում մեր հետ, մենք այդ ամեն ինչը հասկանում ենք։ Բայց այն ինչ որ դուք ցիտեցիք այս դատարանում քննվող գործերի հետ կապված, ապա այս դատարանում այդ քննվող գործերի հետ կապված անցյալ դատական նիստը նաև հետաձգվեց, որովհետև վկաները, որը իբրև պետք է գային, որ վկայի, վկաները չեն եկել։ Վկաներն են չունել, որ գան ինչ որ դեմ ցուցմունքներ հայտնեն։ Սա էլ այդ դրա հետ կապված, այսքանը։